Շարունակում ենք ուրիշ նորությունները, ողջունում ենք մեր նոր միացած ունկնդիրներին եւ նաեւ ուրախ ենք մեր ստուդիայում ողջունել մեր հարգարժան հյուրին, թեման բժշկական է, մեր հյուրն է էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եթե դուք տակ անունով դիվեմ, հա։ Իհարկե։ Տեսեք, Լուսինե, նախ եկեք հասկանանք ինչով է զբաղվում էնդոկրինոլոգը, հա։ Ընդհանուր որ մասն է բժշկության ձեր։ Էնդոկրինոլոգը զբաղվում է բոլոր տեսակի էնդոկրին գեղձերով, ներզատիչ գեղձերով։ Դա սկսած մեր դիջիժոր գեղձից, հիպոֆիզից, միջև սեռական հորմոնները, սեռական գեղձերը, այդ բոլոր գեղձերը, վահանաձև գեղձը, մակերիկամները, կրծքագեղձերը նաև էնդոկրին գեղձեր են, ինչու ոչ։ Հորմոններով եք զբաղվում։ Բոլոր հորմոնները դա էնդոկրին համակարգն է, ներզատիչ համակարգն է, այսօր արդեն թարգմանվել է էնդոկրինոլոգ ներզատաբան։ Ներզատաբան ված չի, ինչու՞, ասեմ ձեզ, հա, ված չէ։ Էնդոկրինոլոգ լատիներեն է, Եվս կիրառելի չի այդքան։ հորմոններով։ Քիչ, հորմոններով զբաղվում մեծ մասամբ։ Բայց այնուամենայնիվ հարկա հիշեցնելու, որ փաստորեն 3 օրից ամսի 14-ին, չէ, դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է, որը միտված է իրազեկելու ախտորոշում, բարդություններ շաքարային դիաբետի եւ հանրությունը իմանա, որ այլևս շաքարային դիաբետ երկրորդ տիպը կարելի է նաեւ կանխարգելել եւ էնդոկրինոլոգները այսօր ավելի խոսում են կանխարգելման մասին։ Իսկ լավ, կանխարգելելը դա շատ լավ է, բայց շատ լավ հասկանում ենք, որ բնակչության մեծ մասը այդպես էլ չի գնում այդ ազատությունների ականջի հետո գցում եւ այլն, մի խոսքով, իսկ բուժել Այո, դիաբետ երկրորդ տիպը, որի հիմքում ճարպակալումն է եւ մետաբոլիկ համախտանիշն է, հնարավոր է բուժել ճարպակալումը, այսպես ասած, վերացնելով, այո։ Իսկ այդ կարծրատիպը, որքան շատ քաղցրեղեն ես օգտագործում, այնքան հակված ես շաքարային դիաբետ ձեռք բերելու երկրորդ տիպի։ Ամեն դեպքում հաշվի առնենք նաեւ գենետիկ նախատրամադրվածությունը, որովհետեւ գերիշխում է գենետիկ նախատրամադրվածությունը առավել եւս երկրորդ տիպի դեպքում, իսկ երկրորդ տիպը կազմում է 90-ից 95% ամբողջ դիաբետի։ Առաջինը դա Առաջին տիպը աուտոիմուն համակարգի հետ կապված խնդիրներ են, ոչ միայն բնածին, աուտոիմուն խնդիրներն են միջև 30 տարեկանն են հիվանդանում հիմնականում երիտասարդները։ Գլխավոր ռիսկային գործոնները որոնք են։ Գլխավոր ռիսկային գործոնները երկրորդ տիպի համար կասեմ, դա իհարկե գենետիկան է, ինչպես ասեցի, ապրելակերպը, ճարպակալումը, ծխախոտը, ալկոհոլը եւ որոշ դեղորայք ստացող անձինք պետք է իմանան, որ այդ դեղորայքը կարող են նպաստել շաքարային դիաբետի առաջացմանը։ Դա հորմոնալ պրեպարատներն են, որոնք ռևմատոլոգիական որոշ հիվանդությունների դեպքում նշանակվում են ամբողջ կյանքի ընթացքում, նույնպես հորմոնալ ֆունկցիան են խախտում եւ քաշի ավելացմանն են նպաստում։ Լուսին առաջին նշանները որոնք են, որ օրգանիզմում շաքարային դիաբետի առաջին նշաններն են բերանի չորություն, հաճախամիզություն, քաշի նվազում, գիշերամիզություն, երբեմն պացիենտը դիմում է տեսողության վատացման պատճառով եւ հենց այդ պահին է ախտորոշվում շաքարային դիաբետը, բացի դրանից վերքեր են ունենում ոտքերին, չլավացող վերքեր, որի պատճառով դիմում են մասնագետի եւ հենց այդ պահին ախտորոշվում է շաքարային դիաբետ։ Ասածս ինչ է, սկրինինգային ծրագրերը շատ կարեւոր են կանխարգելելու, որովհետեւ հենց այն պահին, երբ մենք ախտորոշում ենք շաքարային դիաբետ տիպ 2-ը, արդեն 50%-ը մեր ենթաստամոքսային գեղձի այլևս աշխատունակ չի։ Այսինքն հենց այդ պահից սկսած ենք մենք սկսում բուժել, ել չենք սպասում։ Նախկինում մեզ ասում էին երկրորդ տիպի շաքարախտը հայտնաբերելուց կարող եք X ժամանակ միայն սննդակարգ եւ դիետոթերապիայով պահել պացիենտին, այսօր այդպես չի, ապացուցված է, որ հենց այդ պահից սկսած պետք է սկսենք բուժել եւ ագրեսիվ բուժել, ինտենսիվ բուժել, բարելավելու վիճակը, գոնե պահպանելու այն 50%-ը, որ ունենք։ Իսկ սննդակարգը ինչ ներգործություն ունի բարելավման։ Սննդակարգը առաջինն է
ինչը անհրաժեշտ է պացիենտին։ Դրա համար առաջին այցի ժամանակ, երբ շաքարախտով պացիենտ ենք ունենում, ամենաերկար այցը կոնսուլտացիա տևում է դա։ Բացի դրանից ամեն այցի ժամանակ ենք մենք խոսում սննդակարգից, որովհետև եթե սննդակարգը չպահպանվի, անգամ ամենաագրեսիվ թերապիան, անգամ ինսուլինոթերապիա ստացող պացիենտը չի կարող կոմպենսացված շաքարախտ ունենալ։ Բայց շատ մարդիկ կան, ես ճանաչում եմ, որ դեղը խմում եմ, ինչ ուզես, կարող եմ փոքր մեր մենտալիտետի հետ դժվար ենք աշխատում, բայց փորձում ենք։ Իսկ կա ինչ-որ հետազոտություններ, որոնք ուղղակիորեն կապում են ենթաստամոքսային գեղձի այդ խնդիրների, այսինքն կիսով չափ աշխատելու կամ ինչպես հասկանում ենք, երկրորդ տիպի դիաբետը մեծ մասամբ հենց ապրելակերպի եւ մետաբոլիկ համախտանիշի հետևանք է, այո։ Իսկ կա կապ օնկոլոգիայի հետ, Այո, շաքարային դիաբետով եւ ճարպակալում ունեցող պացիենտները կրկնակի ավելի հաճախ են ունենում ուռուցքներ։ Տեսեք, դա ապացուցված է։ Մենք այսօր ուզում ենք նաեւ խոսենք կաթնամթերքի, կաթիվ կաթնամթերքի օգտագործման կարեւորության մասին, որովհետեւ կաթնամթերքում կա A, D, E եւ ճարպալույց վիտամիններ։ Տեսակի Այո։ վիտամիններ, որոնք խիստ անհրաժեշտ են օրգանիզմում, մենք չենք սինթեզում այդ վիտամինները, դրանք պետք է ստանանք դրսից։ Այ ասացեք, խնդրեմ, ինչ հետազոտություն է եւ ինչ կա կապված դրա հետ այսօրվա ժամանակակից բժշկագիտությունը, ինչ այսպես մտքի եկել կամ ինչ եզրակացության, ինչ ծավալի կամ ինչ քանակի առնվազն պետք է մարդը, օրինակ, չգիտեմ, շաբաթվա ընթացքում օգտագործի կաթնամթերք, եթե այդպիսի ցուցանիշներ կան։ Այդպիսի ցուցանիշներ իհարկե չկան, ինչու, որովհետև տարիքային խմբերից է կախված։ Այսինքն կախված նրանից, թե որ տարիքային խմբի անձի հետ գործ ունենք, կալցիումի պաշարը այլևս տարբեր է։ Բացի դրանից ամենամեծ կալցիումի պաշարը, այսինքն մեր ոսկրային զանգվածը մենք լրացնում ենք մինչև 30 տարեկանը։ 30 տարեկանից հետո արդեն գնում է։ Ինչ կա, դա։ Այո, արդեն նվազում է։ Այսինքն այդ տարիքային խումբը ծնված օրվանից մինչև 30 տարեկան շատ կարևոր է, որ խիստ կանոնակարգված բալանսավորված սնունդ ստանա եւ դրա մեջ շատ մեծ դեր է կատարում կաթնամթերքը։ Այնտեղ ոչ միայն սպիտակուցներին, այնտեղ նաեւ ճարպ է, որը օգտակար է, այնտեղ նաեւ ճարպալույց վիտամիններն են, որոնց մասին ասեցի, դա շատ կարևոր է։ Մենք երբեմն ասում ենք վիտամին D-ի կարևորության մասին, իհարկե վիտամին D-ն շատ կարևոր է եւ մենք ստանում ենք, ինքը համարվում է վիտամին սոնցը, արևի վիտամին, մենք ստանում ենք առավոտյան, բայց այսօր ինչ ենք անում մենք առավոտյան լուսացակին, բոլորս մեր հեռախոսների մեջ։ Իսկ մենք այդ վիտամինը ստանում ենք մինչև ժամը 12-ը։ Այդ է պատճառը, որ այսպիսի երկրում, ինչպես մենք ենք արևով լի երկրում, մենք չունենք նորմալ քանակությամբ վիտամին D։ Եվ ստուգում ենք բոլորի մոտ բավականին նվազած է իր քանակը։ Մենք մեր միջավայրում շատ ունենք մարդիկ, ում ասում ենք արև մարդ, այդպես ենք կոչում, ինչի, որովհետև մենք վերալիցքավորվում ենք այդ մարդկանցից, նույնը անում է մեր վիտամին D-ն։ Բայց ամռանը մեզ մոտ սեզոնը երկար է արևոտ։ Մինչև ժամը 12-ն եք դուք սինթեզում այդ վիտամին D։ Ինչով է դա պայմանավորված, արևի ինտենսիվության, թե ներքին ժամացույցի։ Ներքին ժամացույց եւ մաշկն է սինթեզում։ Բայց մաշկը սինթեզում է մոտավորապես 10%, մնացածը դուք պիտի ստանաք ձեր սնունդից։ Անկամ դեղահաբի տեսքով մինչև ժամը 12-ն է խորհրդվում ընդունել, ոչ թե երբատայի կամ հարմար է։ Առհասարակ ցանկացած բիոհավելումը ունի իր ժամը եւ իր նշանակությունը։ Կաթնամթերքի հետ կապված շատ կարծրատիպեր կան, միֆեր, այսպես։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր 50-ից 60-ից հետո գիտակցաբար հրաժարվում են կաթնամթերքից, բոլոր տեսակների կաթնաշոր կաթ, թթվասեր եւ այլն, պայմանավորելով, որ ավելի, չգիտեմ, ավելի վատ են զգում, երբ ուտում են կաթնամթերք։ Դա ուղղակի ներշնչանք է, թե կան հիմքեր, որ ավելի հասուն տարիք վատ մարսել, դա միկրոբիոտայի եւ մեր աղիքային համակարգի այն փոփոխություններն են, որոնք տարիքային են լինում, վատ մարսում են նաեւ լակտոզ դեֆիցիտ ունեցող մարդիկ, ինտոլերանս ունեցող մարդիկ,
բայց առհասարակ մենք շատ ենք ասում նրա մասին, որ հենց այդ տարիքում 50+ տարիքում զարգանում է օստեոպորոզը, որի լուծման առաջին հարցը կալցիումն է եւ կաթնաշոռը, որը որ պարունակում է կազեին, ամենամեծ սպիտակուցի պաշարը, որը անհրաժեշտ է առավել եւս 50+ տարիքում եւ նաեւ մկանային զանգվածն է նվազում, ոչ միայն ոսկրային զանգվածը։ Իսկ մկանային զանգվածը ինչպես կարելի է ֆիզիկական ակտիվություն եւ սպիտակուցները բարելավելը քանակությամբ մեր օրգանիզմում։ Լուսինե, տեսեք, մարդիկ կան ինչ ասես ուտում են, առանց որևիցե դիետաների եւ այլն, չեն գիրանում։ Այո։ Մարդ էլ կա շատ զուսպ, մի կտոր բան է ուտում օրվա ընթացքում, այդպես ամբողջ օրը ներվայնացած, այդպես ջղային պտտվում է, գործը գնում եւ այլն, դեռ գիտենք, որ քաղցածս լինում։ Այսինքն զգալիորեն սահմանափակում է սնունդի քանակը, բայց այնուամենայնիվ գիրանում է։ Դե մենք խոսեցինք ժառանգական նախատրամադրվածության մասին, իհարկե։ Դա ամենակարևոր գործոնն է։ Իսկ դա ինչ-որ ձևով հնարավոր է կարգավորել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ճարպակալումը դա այս ժամանակաշրջանի խնդիր չի, ճարպակալումը քրոնիկ, ռիցիդիվող հիվանդություն է, այնպես ինչպես շաքարային դիաբետը, այնպես ինչպես զարկերակային հիպերտենզիան, այսինքն ճարպակալումը բուժել դիետայով ենթադրենք 1 ամիս եւ վերջ, այդպես չի բուժվում որևէ տեսի։ Այն մարդը, ով ունի հակում գիրանալու, ինքը գիրանալու է անգամ բարիատրիկ վիրահատությունից հետո եւ այսօր ապացուցված է, որ այդ վիրահատությունից հետո առնվազն 3-ից 5 տարի անց մարդիկ կրկնակի հավաքում են իրենց քաշը, որովհետեւ հիվանդությունը ինքը ճարպակալումը ամբողջ կյանքի մասին է։ Եվ կալորիականության դեֆիցիտը այդ մարդիկ ստիպված կլինեն պահել ամբողջ կյանքի։ Իսկ ինչպես է աշխատում Օզեմպիկը կամ դրա խմբից այդ հայտի Օզեմպիկ, Մոնջարո այդ պրեպարատները ինչ էֆեկտ ունի։ Ես գիտեմ, որ շաքարախտի շատ լավ աշխատում են, բայց պիտի նշանակվեն միայն բժշկի ցուցումով եւ հետազոտությունից հետո։ Պրեպարատները շատ լավն են եւ շաքարային դիաբետի եւ ճարպակալման հետ պայքարելու համար, բայց միայն կողմնակի էֆեկտները շատ են, դրա համար եմ ասում, որ պիտի հետազոտվի պացիենտը միայն դրանից հետո եւ նշանակվի բժշկի կողմից եւ դինամիկան follow-up-ը արվի միայն բժշկի կողմից։ Ամերիկացիական նահանգներում իմիջիալոց շատ հեշտ է դարձել Օզեմպիկը։ Նրանք իրենց դիաբետիկներին անվճար դա տալիս են, այո։ Ցավոք սրտի նաև ուղարկում են Հայաստան եւ այստեղ առանց որևէ ցուցման, առանց հետազոտման պացիենտները ներարկում են եւ ունենում են բավականին շատ կողմնակի էֆեկտներ։ Կարելի է իմանալ ինչ էֆեկտների։ Աղեստամոքսային տրակտի տարատեսակ խնդիրներ են ունենում։ Նաեւ նիհարելու համար են օգտագործում։ Նիհարելու համար օգտագործում են, այո, բայց այսպես ասած նիհարում են, նվազում է նաեւ մկանային զանգվածը, չմոռանանք դրա մասին։ Այսինքն մենք պետք է ճիշտ ծննդակարգ ասենք պացիենտը ինչպես պահպանի, իհարկե քաշը նվազեցնելու համար շատ հեշտ է դա անելը, բայց նաև պիտի նենց անես, որ անվնաս լինի առողջության համար։ Կաթնամթերքի վերաբերյալ կարծես Հայաստանում շատ նպաստավոր պայմաններ են, հա, մենք ունենք մեր ազգային կաթնամթերքը, թանը, մածունը, նարինեն, այն հենց նարինեի մասին կարելի ասել, որ պետք է մենք ավելի քիչ աղեստամոքսային հիվանդություններ ունենանք, որովհետև ունենք այդպիսի հրաշք միջոց, որը կարծում եմ աշխարհի շատ երկրներում անգամ ծանոթ չեն նման։ Մի հատ գաղտնիք ձեզ բացեմ, եթե կարելի է այս շրջանակներում, իմ հայրը 20 տարի եւ ավել ղեկավարել է Երևան քաղաքի կաթիգործարաններից մեկը եւ պատկերացնում եք, ես ծնված օրվանից լսել եմ միայն այն, որ կաթնամթերքը միայն դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա եւ այդ կաթիգործարանը ուներ մեկ բաժին, որը զբաղվում էր միայն երեխաների սնունդով, այսինքն մատակարարում էր դպրոցներն ու մանկապարտեզները։ Ես այն աշակերտներից եմ եղել, որ ամենով ստանում էր։ Պարտադրաբար մենք դա ուտում էինք, բայց եկավ մի ժամանակ, երբ դա վերացավ եւ անգամ ծնողները երեխաներին դպրոց ուղարկելու համար ինչ են անում, ածխաջրով ավելի արագ է կշտանում երեխան, ավելի արագ է ուտում, շատ դժվար է երեխայի հետ յոգուրտ կամ որևէ կաթնամթերք ուղարկել դպրոց, ավելի հեշտ է որևէ հաց, երշիկ, բուլոչկա, խաչապուրի, հա, ածխաջուր է դա, իհարկե շուտ կկշտացնի երեխային,
բայց մկանային զանգվածի համար դա բնականաբար որևէ դրական հաստեցություն չի ունենա, այսինքն պետք չի բաց թողել այդ տարիքային խումբը շատ կարևոր է, ոսկրային զանգվածն է ձևավորվում, իսկ ամենամեծ թռիչքը մինչև 18 տարեկանն է, հա, երեխաների ոսկրային զանգվածի աճը, շատ կարևոր է, որ տանը, գոնե տան պայմաններում մենք կարողանանք ապահովենք երեխային, ինչ վերաբերվում է մածունին, ինքը շատ կարևոր սննդամթերք է, առավել ևս մեր ազգաբնակչության համար, հա, մենք ձմեռվա ամիսներին ավելի տաքն ենք ուզում ուտել եւ մածունը սպասի տեսքով ենք ուտում, ամառվա ամիսներին ինքը թանի տեսքով է լինում, հա, այսինքն մենք ունենք այդ հնարավորությունը գոնե այդ տեսքով լրացնելու։ Մենք իհարկե այն ազգն ենք, որը պանիր է շատ ուտում, որը նույնպես բավականին մեծ կալցիումի պաշար է, բայց մեր պանիրները ավելի քիչ կալցիումի պաշար են, ավելի շատ տվյորդեի սարտասիրը, հա, ավելի շատ կալցիումի պաշար նրանք են պարունակում։ Դեպքում ֆրանսիացիները, իտալացիները կարծում եմ շատ ավելի շահեկան դիրքում են։ Նրանք շահեկան են նաև, որովհետև շատ են շարժվում։ Նրանք նաև դրա համար շատ են շարժվում, այստեղ ճիշտ ասած մի քիչ կվիճեի, ինչի հաշվին են շատ շարժվում։ Հեծանիվների։ Հա, մենք ավելի շատ նստակյաց ենք։ Մենք ավելի շատ նստակյաց ենք, իսկ դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Որոնք են այսօր ընդհանրապես ձեր մասնագիտության գլխավոր մարտահրավերները, այսինքն այսօր աշխարհում էնդոկրինոլոգիայի գլխավոր խնդիրները։ Էնդոկրինոլոգիայի գլխավոր խնդիրներն ու պանդեմիան այսօր ճարպակալումն է։ Ճարպակալումը, շաքարային դիաբետը եւ իհարկե մեր հանրության համար նաեւ վահանաձև գեղձը բավականին մեծ դեր ունի, որովհետեւ ինչպես գիտեք, մենք շատ ունենք վահանաձև գեղձի խնդրով պացիենտներ։ Հա, բայց դրա համար էլ աղը յոդացնում են, չէ՞։ Ու շատ լավ է, որովհետեւ էնդեմիկ խփիպներ ավելի քիչ ենք հիմա մենք հանդիպում, ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք աղ շատ ենք ուտում։ Մենք աղ շատ ենք ուտում, դա նաև հացն է աղ պարունակում, նաև պանիրն է մեր աղի, մի քիչ քանակն է մեր շատ, մենք 5 գրամից ավել ենք ուտում, թույլատրելի քանակը մինչև 5 գրամն է։ Դրա համար ռեստորաններում, սրճարաններում նաև սրտանոթային պաթոլոգիան, աուտոիմուն հիվանդությունները, դրա կողմնակի էֆեկտն էլ ունենք։ Ամեն ինչը չափի մեջ է։ Շատ լավ հասկանում եք, չէ՞, որ առողջ սնունդը կամ առողջ ապրելակերպը, սննդի առումը, սննդակարգը, այդպեսի դա էժան բաներ չէ։ Դա թանկ բան է, իհարկե։ Առողջությունը ինքը թանկ բան է, ինքը բնականաբար առողջությունը թանկ բան է։ Բայց ախտորոշումը, այսինքն պրոֆիլակտիկան ավելի մատչելի է, քան հետո հիվանդությունը բուժելը։ Քանի որ մեր հիվանդությունը ավելի շատ, մեր հիվանդությունները, հա, կոնկրետ դիաբետ ավելի շատ ինվալիդիզացիայի է բերում, կանխարգելելը շատ ավելի մատչելի է ամեն դեպքում։ Ծանոթներից մեկը մի օր ասաց, որ բժշկին հարցրել է ունի շաքարային դիաբետ, նաև ուղեկցող հիվանդություններ, ինչ կարելի է ուտել, ինչ չի կարելի ուտել, բժիշկը հումորով պատասխանել է. այն ինչ փորձում ես եւ տեսնում ես համեղ է, ուրեմն չի կարելի։ Սա ասում են խոլեստերինը համեղ է։ Այո, այդպես ասում են, բայց ես համամիջ միշտ անհամեղ։ Ոչ, իհարկե ոչ, կարելի է առողջ սնվել եւ համեղ, ինչու ոչ։ Մենք չունենք այդպիսի սնունդ, որը ամբողջությամբ հանում ենք դիաբետիկին։ Իհարկե ասում ենք սահմանափակել ալկոհոլը, սահմանափակել շաքարավազը, սահմանափակել ինչ որ բաներ, հա, ճարպը, բայց չենք հանում ամբողջությամբ։ Ինչ ենք մենք ասում, որ շաքարային դիաբետը դա ապրելակերպ է։ Մենք պիտի փորձենք ամեն անհատի համար ինդիվիդուալ կազմել իր սննդակարգը, հաշվի առնելով իր սննդային տարիքը, քաշը, ամեն ինչը։ Ապրելակերպը, ֆիզիկական ակտիվության առկայությունը եւ ոչ բացակայությունը ամբողջը պիտի հաշվի առնենք։ Դրա համար ենք ասում, որ բժշկությունը պացիենտակենտրոն է, ինդիվիդուալ է պետք անել։ Չկա այդպիսի guideline, պրոտոկոլ, որը որ բոլորի համար հասանելի է։ Ոչ, ամեն մեկի համար կա որոշ բացառություններ։ Գիտեք, իմ իմացության սահմաններում կա կարծիք, որ կանանց հորմոնալ համակարգը շատ ավելի բարդ է, քան տղամարդկանցը եւ հետեւաբար կանայք առհասարակ շատ ավելի բարդ են, քան տղամարդիկ։ Ձեր բուժառուները, լավ այդպես պացիենտները մեծ մասամբ գեղեցիկ սեռի ներկայացիչներ են, թե տղամարդիկ, կա այդպիսի կորելյացիա։ Այո, կա կորելյացիա, ասեմ ինչ հարցում, վահանաձև գեղձի հիվանդություններով հիմնականում կանայք են հիվանդանում,
հիմնականում, բայց չմոռանանք, որ ճարպային հյուսվածքի մեջ ի սկզբանե սինթեզվում է պրոգեստերոն կանացի հորմոնը, որից սինթեզվում է տղամարդու հորմոն տեստոստերոնը ու նոր տեստոստերոնից մյուս մեր կանացի հորմոն էստրոգենները։ Այսինքն եթե ճանապարհին ինչ-որ բան խախտվում է, տեստոստերոնը մնում է, այո, դրա համար կան տղամարդիկ, որոնք մի փոքր էստրոգեն ավել ունեն եւ այլն, որտեղ որ կապը խախտվում է, այնտեղ խնդիր ենք ունենում։ Այսինքն անգամ հորմոնալ առումով մենք բոլորս իրար հետ կապ ունենք։ Շաքարային դիաբետի առումով հավասար է երևի եւ տղամարդկանց եւ կանանց շրջանում։ Դա էլ կախված է ճարպակալումից, քաշից։ Իսկ կաթնամթերքը ընդունելու ավելի նախընտրելի ժամեր կան օրվա մեջ, որ ավելի դյուրամաս է։ Ընդունելու ժամեր չկան, ինչու, որովհետև եթե մենք խոսում ենք նույն կաթնաշոռի մասին, մենք թույլ ենք տալիս կաթնաշոռը ընթրիքին ուտել նույնպես, որովհետև ինքը սպիտակուցի պաշար է եւ երեկոյան ժամին հագեցնելու համար շատ հարմար է սպիտակուց օգտագործելը։ Ուրիշ հարց է, որ քնելուց առաջ թույլ ենք տալիս 3-ից 4 ժամ առաջ սնունդ ընդունել, դա վերաբերվում է ամեն ինչին, նաև կաթնամթերքին։ Դուք անդրադարձաք դպրոցական տարիներին, ավելի շատ երևի խորհրդային տարիներին եւ միգուցե հետ խորհրդային եւ նաեւ հիշեցի, որ այդ տարիներին հանգստյան տներում ավանդույթ կար նախաճաշ, ճաշ, ընթրիք եւ հետո քնելուց առաջ այցելում էին կեֆիր, այո, դա էլ նպաստում էր երևի լավ քնին։ Հագեցած։ Կեֆիրի մեջ կան բիֆիդոբակտերիաներ, չէ՞։ Այո, մեր միկրոբիոտան, մեր աղիքները, չինացիները համարում են երկրորդ ուղեղը աղիները եւ համարվում է, որ աղիների ոչ ճշգրիտ աշխատանքից նաեւ քաղցկեղ է առաջանում։ Դե կա այդպեսի։ Այո, միկրոբիոտան շատ կարեւոր բան է։ Իմիջիալոց ես ճիշտ ասած վերջերս եմ բարձր կույրաղիքում պահեստն է այդ բոլոր միկրոբիոտայի մեր օրինակների ու ինքը մի քիչ հեռու է այդ աղեստամոքսային տրակտից հանված, որովհետև եթե օրինակ մի քանի օր կներեք, ասենք չգիտեմ, լուծ է լինում մարդը, պայմանական օրգանիզմից դուրս են գալիս աղերը եւ բակտերիաները եւ դրա գիտեք շատ վտանգավոր է, եթե դեմը չառնես, այնտեղից գալիս են մեր օրգանիզմում ոչինչ հենց այնպես ստեղծված չի։ Կարծիքը որ կույրաղիքը ոչ մի բանի պետք չէ։ Չէ, չկա որևէ օրգան, որը ոչ մի բանի պետք չէ, ամեն ինչ իր գործառույթն ունի։ Լուսին է, դե բակտերիաների մեծ մասը միկրոբների, որքան գիտեմ 40 ջերմաստիճանի պայմաններում արդեն սկսում են սատկել, հա, այսինքն վերանալ։ Դեպքում ստացվում է որ կաթնամթերքը, երբ որ մենք ջերմամշակում ենք, հա, մենք կորցնում ենք այդ օգտակար բակտերիաները, թե չէ։ Չենք կորցնում օգտակար բակտերիաները, որովհետև մենք խոսեցինք նաև մածունի եւ կեֆիրի մասին, մենք օգտագործում ենք նաև այդ տեսքով։ Իսկ այն ինչ որ մենք ջերմամշակում ենք, ենթադրենք նույն կաթը, ջերմամշակված կաթը։ Դե բայց պետք է պաստերիզացվի, չէ՞։ Պաստերիզացվածը շատ ավելի օգտակար է, իհարկե, ինչ խոսք։ Շնորհակալություն։ Համեմունքներով տարբեր շատ համեղ յոգուրտները արդյոք օգտակար են, թե յոգուրտը պետք է լինի հունական տարբերակը, որը չունի որևէ համեմունք եւ ցանկալի է, որ եթե կա յոգուրտ, ուրեմն ուշադիր լինեք, որ չլինի շաքարավազ ներսում։ Կարող է լինել մրգով, նատուրալ, բայց առանց շաքարավազի եւ կոնսերվանտների։ Որը շատ դժվար է գտնել։ Իհարկե դժվար է, բայց Երևակայ այսքանը, շնորհակալություն, որ մեզ տրամադրեցիք ձեր թանկարժեք բժշկական ժամանակից, որովհետև այս ընթացքում վստահ հիմա ձեզ աշխատասենյակի մոտ մարդիկ են սպասում, բայց այնուամենայնիվ մենք էլ մեր մասով օգտակար գործ արեցինք, թե մեր ունկնդիրներին առնվազն կարևոր ինֆորմացիա հաղորդեցինք եւ իհարկե հորդորում ենք այդ խորհուրդներից գոնե մի քանիսը, հա, օգտագործել, կյանքի կոչել եւ գուցե այս պահին մեզ լսող ունկնդիրները պատրաստում են նախաճաշել, ինչ խորհուրդ կտակ օրվա սկզբի համար, ինչպես ճիշտ սնվել, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում պահպանվի էներգիան, նաեւ որոշակի ժամանակականակ մարդը իրեն հագեցած զգա, չձգտի, չմտածի ուտելու մասին, որպես բժիշկ ինչ խորհուրդ կտակ։ Նախ խառնանալուց հետո նախաճաշը պիտի լինի ժամ ու կես հետո,
սկսեմ այդտեղից եւ սուրճը նույնպես, սուրճն ու թեյը նույնպես Եվ ոչ քաղցած, չէ՞, սուրճը։ եւ ոչ քաղցած իհարկե եւ հագեցնում է ինչպես ասեցի սպիտակուցը, բայց անհրաժեշտ է նաեւ էներգիա ամբողջ օրվա համար, իսկ դա ճարպն է եւ ածխաջուրը։ Քանի մենք ցեն սպոնտան շարունակում ենք վիտամիններն էլ են ձեր այսպես մասնագիտական նյութափոխանակությունը բերել է։ Հետո կասեք որքանով է մարքեթինգային հնարք այդ վիտամինային կոմպլեքսները, որոնք որ համատարած վաճառվում են, որովհետեւ մի քանի շատ լուրջ այսպես գիտնականների կարծիքով վիտամինների մեծ մասը, որոնք որ դեղատներում մարդիկ ձեռք են բերում, օգտակար լինելու փոխարեն նույնիսկ վնաս կարող են հասցնել, որովհետև օրինակ հաստատ հետազոտություն կա, որ ծխող մարդկանց համար վիտամին A-ի թեկուզ չնչին քանակության գերօգտագործումը բերում է քաղցկեղի առաջացման Եվ օստեոպորոզի։ Վստահ եւ շատ էլի նման օրինակներ կարող են բերել, բացի վիտամին D-ից եւ մի քանի օրինակ, չգիտեմ, կերակրող մայրերին անհրաժեշտ վիտամիններից Մնացածը պետք է ստանալ սննդամթերքով։ Այո, Առավել ևս, որ սնունդով։ մենք դա ունենք, մենք փորձում ենք պայքարել, իհարկե, բայց հնարավոր չէ պայքարել այդ ամենի դեմ, անգամ վիտամին D-ն պիտի նշանակի բժիշկը։ Եվ հենց այնպես բոլորը կաթաստրոն են։ Հենց այնպես նշաններ իրանք ունեն սկրինինգային ծրագիր, իրանք պատրաստ են, իրենք գիտեն իրանց ազգաբնակչությունը ինչ վիճակում է գտնվում։ Արդեն մենք էլ գիտենք գրեթե մեծամասնությունը ունեն դեֆիցիտ վիտամին D-ի, բայց առհասարակ վիտամին D-ի նշանակումն է տարիքային խմբերից կախված, որ տարիքային խումբը քանի միլիգրամի կարիք ունի եւ հենց այնպես վերցնել եւ մեծ տեղաչափով խմել անթույլատրելի է։ Դա վերաբերվում է բոլոր տեսակի Կարած այդ ամեն ինչի իմացության ոնց էին ապրում նախկինում եւ լավ են ապրում են սովորված եւ նատուրալ սնունդ ուտելով եւ քիչ մեքենա նստելով եւ առհասարակ ուրբանիզացիան իրենցից բավականին հեռու էր եւ անգամ հերոստացույցի ալիքը փոխելու համար ստիպված էին բասկաթոռից վեր կենալ գնալ իսկ մենք այդ ամենը անում ենք on-line այո անգամ շփումն է մեզ մոտ արդեն on-line-ը գերակշռում ցավոք սրտի Դա այստեղ խնդիր է առաջացնում կանխարգելիչ միջոցների համար պետք է հետազոտվել, իսկ հետազոտությունները մատչելիք չեն շատ անգամ նույն վիտամին D-ի անալիզը բավականին Վիտամին D-ի անալիզ կա տարիքային խումբ, որտեղ անհրաժեշտ չի անել եւ պրոֆիլակտիկա նույնպես անհրաժեշտ չի։ Մենք խոսում ենք 50+, 45+ տարիքի մասին։ Երիտասարդներին մենք պրոֆիլակտիկա չենք անում, հակառակ ուղղորդում ենք ճիշտ բալանսավորված սնունդ եւ ինչու ոչ ֆիզիկական ակտիվություն։ Մենք հեշտ ճանապարհը չենք ընտրում վիտամին D Բայց քանի ասենք ամեն 10 րոպեն մեկ երիտասարդների համար նախատեսված հեռուստալիքներով գովազդում են խորտիկներ եւ դրա հետ նաեւ գազավորված քաղցր ըմպելիքներ մենք ճիշտ ասած որից լավ Դա ինստիտուցիոնալ մեծ խնդիր է իհարկե պետք է բարձրաձայնել այնուամենայնիվ պետք է բարձրաձայնենք որ գուցե ինչ որ մի բանի փոքր ճանապարհ Քաղցած է խորտիկներ է ուզում սրա հետ խմի սրա հետ համեղ է ինչ ասես անում են բայց ապացուցած է 100 անգամ որ դա վատ է վատ չի կարելի այդ գազավորված քաղցր ըմպելիքները որ պատկերացնենք ես որ տեսնում եմ ինչքան շաքար կա յուրաքանչյուր շշի մեջ հայտնի իմպելիքների ես ճիշտ ասած հարցել էի սարսափում եմ ուղղակի լավ հուշում եղավ այդ շաքարի փոխարինիչներով սննդամթերքը երբեմն ասում են ավելի վնաս է քան մաքուր շաքարը դա միֆ է թե իրական ասֆալտամ եւ անկեղծ ասած վաղուց ապացուցվել է որ շաքարի փոխարինիչները նույնպես վնասակար են Հիմա կանգեն առե ստևիայի վրա ավելի անվնաս քան ապացուցված չի որ անվնաս է այնուամենայնիվ ցանկալի է չօգտագործել եթե կա հնարավորություն Մենք ունենք միրգի տեսքով քաղցրը լրացնենք Շաքարից մարդը կարող է ընդհանրապես հրաժարվել Այո, իհարկե, շաքարավազից, այո, բայց դուք կարող եք փոխարինել մրգով Օրինակ նույնիսկ բանջարեղեն լոլիկի մեջ է, չէ՞։ Այո, երշիկի մեջ էլ կա։ Երշիկի մասին չենք խոսում, որպես օգտակար։ Ասում են քաղցը միջև չուտեմ ուղղակի չի աշխատում, չէ՞, այսպեսի տարածված բան։ Բայց դա այնպես է թե դարձյալ գլյուկոզայով սնուցվում է մեր սիրտը, մեր ուղեղը, իհարկե։ Այստեղ խորհուրդ են տալիս դառը շոկոլադ, դառը շոկոլադ 70% պլյուս մեղր։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Իտեսա քաղցի զգացողություն կա, անկեղծ ասած, շատ էսպես կայուն ցանկություն
առողջ սնվելու։ սննդի, Հա, այո։ շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք մեր հյուրներ էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը, կհիշեցնեք էնդոկրինոլոգը հայերեն։ Ներզատաբան, Ներզատաբան, ներզատիչ գեղձերի այո, մասնագետ։ Ներզատաբան Լուսինե Աղաբաբյանն է։ Հյուրը շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալ եմ։